տարածքային ամենամեծ աճանն Թվականը, որը սրտավայր քաղաք էր, այնտեղ էր նստում քննադատները։ Երեխաներ, մեկ բան, որ չեք հասկացել, սա շատ կարևոր է, Էդիտա, մեկ բան, որ չեք հասկացել։ Ամեն ինչ հասկացել ենք։ Շատ լավ, ճանապարհների մասին ինչ կասեք։ Երևանդականների թագավորության ժամանակ ճանապարհների մասին։ Ինչ ճանապարհներ էին անցնում Հայաստանում։ Էլիզա։ Առևտրական ճանապարհները, Աքեմենյանները կառուցեցին առևտրական ճանապարհ, որոնցից 330 կիլոմետր անցնում էր Հայաստանում։ Շատ լավ։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես կործանվեց, ում ջանքերով կործանվեց երևանդականների թագավորությունը, ովքեր էին ուղղորդվել Հայաստան Սելևկյան պետության կողմից։ Այն երկու նշանավոր զորավարները ովքեր էին։ Որ հայ էին ազգությամբ, բայց Արտաշես առաջինը և Զորավարը։ Շատ լավ։ Եկեք հիմա փորձենք կենտրոնանալ նկարի վրա։ Եվ կարդում ենք նկարը, ինչ եք տեսնում այս նկարում։ Ով կարող է ասել։ Ինչ եք տեսնում։ Ծեր։ Էլիզա։ Հա, Էլիզա։ Ես տեսնում եմ մեջտեղում Արտաշես թագավորին, կողքին իր կնոջը, իսկ ցակողմում տեսնում եմ սահմանակարերը, որոնք որ նա կանգնեցնել էր աղարակատերի և գյուղացու հողի միջև։ Շատ լավ, Հասմիկ։ Արտաշեսի և իր կնոջ վերևում պատկերված արծիվները և հասկը դրան Արտաշեսյանների պատկերված են եղել Արտաշեսյանների զինանշանի վրա, իսկ ներքևում Արտաշեսյանների զորքն է, որոնք կարողացել են պահպանել իր տերության սահմանները։ Շատ լավ, ուրիշ։ Ալմազ։ Ինչ ես տեսնում։ Ես ես կրնակարում այդ ժամանակվա կառուցված եկեղեցիները։ Եկեղեցիները։ Ուծե ասենք պաշտամունքային տաճարները։ Իսկ ինչ տարբերություն Ալմազ։ Պաշտամունքային տաճարները նվիրված են ամեն մի տաճար նվիրված է մեկ Աստծուն, իսկ եկեղեցին դա կրոնական Քրիստոնեական։ Շատ լավ ապրեստում։ Ուրիշ։ Գուցե կանդադառնանք տառերի տեսքին, ինչպիսին են տառերը, զարդանախշերը, ինչ կասեք։ Բոլոր ազգերի մոտ մենք կարող եք այս տառերի, այս զարդանախշերը տեսնել, սրանք նույնպես հայկական են, շատ լավ։ Եկեք հիմա աշխարհացույց հարթակից ես ձեզ տալիս եմ հանձնարարություն։ Հիմա հեռախոսներից բոլորս մտնում ենք աշխարհացույց հարթակ։ Հիմա լսեք իմ հանձնարարությունը, որ կարողանանք նաև կատարել։ Ես ձեզ հիմա կտամ ուրեմն թուղթ, որի վրա ձեր հանձնարարությունն է։ Գրում ենք ամեն խմբին մեկ հանձնարարություն։ Մի խումբը, ում որ բաժին հասավ Արտաշեսի կառավարման տարիները հայկական թագավորի, իր գործունեության կարևոր իրադարձությունները այդ թղթի վրա գրի են առնում, իսկ մյուս խումբը Արտաշեսի կատարած բարեփոխումները։ Դուրս ենք գրում եւ հետագայում արդեն կտեսնենք, թե ինչպես են վերլուծում այս աշխատանքները։ Ռունքի իրադարձությունը այս մի խմբին Ալմազ վերցրում, սա է ձեր խմբին է, բարեփոխումները։
եթե կա թիվ գրում ենք թիվը, եթե չկա, պարզապես հաջորդականության։ Եթե մեկին պետք է, կարող է համակարգչով աշխատել։ Կստати, ինչ-որ մեկ անհրաժեշտի, Բացել եմ կաշտեն։ Չի լինում, հա։ Ինչ բացվում է քիչ։ Դի կարան կանե։ Մեկը գրեք։ Եթե գրի, հա, կամ նավեք, գրեք է։
Ղարաբաղյանները ասել են, եթե կա, եթե չէ, չէ։ Ուրեմն անպայման չէ որ լինի, դա։ Ձեր ժամանակը սպառված է։ Հիմա լսում ենք, տեսնենք ինչ եք ներկայացրել, հա։ Ով էր ներկայացնելու Արտաշեսի կահակառությունը։ Որ խումբներ երևեք, դեր։ Հասմիկ ջան, չենք ավարտել, հա։ Հասմիկ չենք ավարտել։ Դե ուրեմն երևեք ջան։ Դա։ Հիմա լսում ենք ուրեմն։ Քրիստոսից առաջ 230 թվականից ծնվել է մեծատոմիկ Սարեի ընտանիքում։ Ուրիշ։ Ալմաս։ Քրիստոսից առաջ 165-ից 160 թվականներին նա կառավարեց Հայաստանում։ Շատ լավ։ Էլիզա։ Քրիստոսից առաջ 183-579 թվականին պատերազմ է բռնկում մի կողմից Պոնտոսի և Փոքրամեքի, իսկ մյուս կողմից Բիթանիայի և Իսրայելցիների միջև։ Քրիստոսից առաջ 160 թվականին մահացել է։ Լավ։ Հիմա երկրորդ խումբ, տեսնենք ինչ եք ներկայացնում։ Բարեփոխումները։ Արտաշես առաջինի բարեփոխումներից է Հովհաննես բարեփոխում։ Շատ լավ, ապրես։ Արտաշես առաջինի բարեփոխումներից է ռազմական բարեփոխումները։ Ինչպես նաև համաշինությունը և Արտաշես առաջինը կարողացել է կառուցել իր նախնիների բոլոր աստվածների տաճարները։ Շատ լավ։ Բարեփոխումներից է քաղաքաշինությունը Քրիստոսից առաջ 185 թվականին նա կառուցում է մայրաքաղաք Արտաշատը։ Շատ լավ։ Այդ փաստերը ինձ մտածել։ Խմբեր ջան, հիմա դուք կազմեցիք կմախքը, ինչպես ցանկացած կմախք, հա, որպեսզի կենթանանա, մենք պետք է միս ու արյուն տանք, չէ՞։ Եկեք հիմա միասին փորձենք ավելի հանգամանորեն, հա, վերլուծել Արտաշեսյան թագավորության հիմնադրման, հա, պատմությունը, Արտաշեսի կատարած բարեփոխումները, դրանց ազդեցությունը մեծ հայքի հետագա պատմության վրա, եւ հետո մենք միասին ձեզ հետ իհարկե նաեւ կկարողանանք պարզել, թե մեր այսօրվա կյանքի վրա ինչ փոփոխություն է եղել, հա, սկսած Արտաշեսի ժամանակներից։ Եթե մեր վրա ոչ մի բան չի ազդել, ոչ մի փոփոխություն չկա, ուրեմն բնականաբար իմաստել չկա այդպես, չէ՞, սովորելու։ Ուրեմն պետք է հասկանանք, թե ինչու ենք սովորում եւ ինչ կարող ենք վերցնել այս ժամանակի պատմություններից սկսած։ Արտաշես առաջինի մասին դուք արդեն խոսեցիք, երբ որ ինքը դեռևս թագավոր չէր եւ Սելևկյան պետության մեջ, հա, հայկական կառավարիչ էր Զարեի հետ եւ ուղարկվել էր Հայաստան, որպեսզի նա կործաներ հայկական թագավորությունը Երվանդականների, որը եղավ եւ մի որոշ ժամանակ հայկական թագավորությունները կորցրեցին սեփական անկախությունը։ Սա Քրիստոսից առաջ 201 թվականներ։ Սակայն տարածաշրջանում հզորանում էին երեխեք ջան, որ պետությունները կարող ենք ասել Հայաստանը հələ անկախ չէր, ում տիրապետության տակ էր, Սելևկյան պետության մյուս հզոր տերությունների ժամանակ։ Այո, ճիշտ է, Հռոմը բարձրաձայն ասել, ճիշտ է։ Ուրեմն այս երկու պետությունների միջև հակասությունը տարածաշրջանում հզորանալու սրվել էր եւ բնականաբար ենթակա էր մի բախում առաջանալու հանգամանքի եւ այսպես էլ տեղի ունեցավ Քրիստոսից առաջ 190 թվականի Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ Սելևկյան պետության եւ Հռոմի միջև։ Այդ քաղաքի անունը ինչպես կարող ենք հիշել, ինչի հետ է կապված։ Մագնեսիա քաղաքի անունը։ Այո, Մագնեսի հետ է կապված։ Եվ Մագնեսիայի ճակատամարտից հետո
երբ որ պարտություն կրեց Սելևկյան պետությունը, իր տիրապետության տակ գտնվող հայկական 4 թագավորությունները, Մեծ հայքը, Փոքր հայքը, Ծովկը եւ Կոմագենը ստացան անկախություն։ Եկեք գրենք այդ թագավորությունների անունները, ով կօգնի, Հասմիկ, Սամարթեք, Հասմիկ ջան։ Շատ արագ, ուրեմն որ թագավորություններն եք ստացել անկախություն, եկեք թվարկենք։ Մեծ հայքը, Փոքր հայքը, Ծովկը եւ Կոմագենը։ Ահա, շատ լավ։ Մեծ հայքում թագավոր հռչակվեց Արտաշեսը, մեծատոհմիկ Զարեի որդին, իսկ Ծովկում Զարեն։ Արտաշեսը փաստորեն հիմնեց Քրիստոսից առաջ 189 թվականին հայկական թագավորությունը։